Մայիսի 17-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հրավերով մեկնեց Բելառուսի Հանրապետություն օծելու մայրաքաղաք Մինսկում կառուցված առաջին հայկական եկեղեցին։ Ամենայն հայոց կաթողիկոսին Մինսկի օդանավակայանում դիմավորեցին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը, Բելառուսի Հանրապետության նախարարների խորհրդի կրոնի գծով և ազգությունների հարցերով հանձնակատար Ալեքսանդր Ռումակը, թեմական խորհրդի ատենապետ Արամայիս Քամալովը, թեմի եկեղեցականներ և համայնքի ներկայացուցիչներ։ Դիմավորման հանդիսավոր արարողության ընթացքում Նորին Սրբությանը ավանդական աղ ու հաց մատուցվեց։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հովվապետական այցի մասին տեղեկացնում էին քաղաքի կենտրոնական հատվածներում խոշոր վերտառությամբ երկլեզու վահանակները, որոնց վրա գրված էր «Բարի գալուստ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոս»։ Նույն օրը ամենայն հայոց կաթողիկոսը պետական ու թեմական պաշտոնայության ուղեկցությամբ այցելեց Մինսկի հաղթանակի հրապարակ, որտեղ ծաղկեպսակ զետեղեց և աղոթք բարձրացրեց հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հոգիների հանգստության և խաղաղության համար։ Նորին Սրբության շքախմբի կազմում էին Մայրաթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը, Մայրաթոռի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը, Մայրաթոռի միաբաններ։ Վեհափար հայրապետը պատասխանելով հայ և օտար մամուլի թղթակիցների հարցերին նշեց, որ հայրենական պատերազմում հայերը Բելառուս ժողովրդի հետ միասին անձնազոհաբար պայքարել են արժանապատիվ կյանքի, ֆաշիզմի տապալման համար։ Արժանի է այստեղ աղոթքով հիշատակել նաև, որ Բելառուսիո ռազմաճակատում մասնակցություն բերեցին մեր ազգի զավակներ, շուրջ 50,000 հայորդիներ, որոնցից 15,000 հայորդիներ ընկան փառքի մահով։ Սուրբ Խաչի երևման տոնի նախորդ օրը թեմակալ առաջնորդ Եզրաս Սրբազանը, Մայրաթոռից ժամանած սրբազան հայրերը օծեցին եկեղեցու հիմնասյուները, զանգերը։ Բազմաթիվ հավատացյալներ շունչները պահած հետևում էին, ինչպես է ամբարձիչը վերև բարձրացնում սրբազան հորն ու քահանային, օծելու համար եկեղեցու գմբեթին կանգնեցված խաչը։ Մայիսի 18-ին Սուրբ Խաչի երևման տոնին հրաշափառի երգեցողության ներքո Նորին Սրբությունը թափորով մուտք գործեց եկեղեցի, օրհնելով Բելառուսում առաջին հայկական եկեղեցու օծման առիթով երկրի տարբեր համայնքներից Մինսկ ժամանած հայորդիներին։ Վերջապես մեր ուրախությունը դարձավ իրականություն։ Մենք Բելառուսում ունեցանք մեր հայկական եկեղեցին, մեր բոլոր համայնքների համար դա մեծ ուրախություն է եւ մեր հայ ժողովուրդը կարող է անել գալ ու մասնակցել մեր բոլոր եկեղեցական արարողներին, ուրախություններին, մկրտություններին։ Շատ հպարտության զգացողություն կա, որ մենք ունենք մեր փոքրիկ տունը, չգիտեմ, երեխաների, մեր համար դպրոցը, եկեղեցին, որ կարող են գալ, աղոթել, ինչու՞ չէ, հարսանիքներ, կնունքներ իրականացնել ու սա մեծ հպարտություն է մեր հայ ազգի համար ունենալ եկեղեցի, շատ սպասված էր։ Սրբազան արարողության ընթացքում շարականների և սաղմոսների երգեցողության ներքո ջրով և գինով լվացվեցին եկեղեցու Սուրբ Սեղանը, սյուները և մկրտության ավազանը։ Այնուհետև ամենայն հայոց կաթողիկոսը օծեց եկեղեցու Սուրբ Սեղանը։ Սրբազան հայրերը օծեցին 4 ավետարանիչների անունով խորանի սյուները և մկրտության Սուրբ ավազանը։ Открытие армянской церкви
Բելարուսի մայրաքաղաք Մինսկում հայկական եկեղեցու բացումը վկայություն է այն բարի հարաբերությունների, որոնց հիմքերը դրել են հայ եւ բելարուս ժողովուրդները։ Ավագ սերունդը հիշում է, թե ինչպես են մեծ հայրենականի տարիներին հայ եւ բելարուս ժողովուրդները միասին անցել այդ փորձության շրջանը։ Եվ այսօր Մինսկում հայկական եկեղեցու կառուցումը հնարավորություն է տալիս հայերին աղոթելու հարազատ լեզվով, պահպանել ազգային ավանդույթները, պահելով հոգևոր կապը հայրենիքի եւ ժողովրդի հետ։ Սա նույնպես նշանակալի իրադարձություն է, որը նպաստում է միջեկեղեցական հարաբերությունների զարգացմանը։ Ես կարծում եմ, որ հայերը մեր հասարակության մեջ շատ պատվավոր տեղ են զբաղեցնում, քանի որ աշխատասեր մարդիկ են, մարդիկ, որոնք իրենց մասնագիտական գործունեությամբ են զբաղվում, մարդիկ, որոնք ընդունելով բելարուսական ավանդույթները պահպանել են իրենց մշակույթը։ Վեհափար հայրապետը նորակառույց եկեղեցին կոչեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի անունով։ Արարողության ավարտին ամենայն հայոց կաթողիկոսը իր հայրական պատգամը հղեց Բելարուսի հայ համայնքին։ Իր խոսքում վեհափար հայրապետը գնահատանքով արձանագրեց, որ Բելարուսի Հանրապետության իշխանությունների բարեացական վերաբերմունքի շնորհիվ է հնարավոր դարձել եկեղեցու կառուցումը, որը նոր աշխուժություն կհաղորդի համայնքի ազգային եկեղեցական կյանքին։ Առանձնակի գոհունակություն է հայրապետիս համար արձանագրել, որ մեր ժողովուրդների հարաբերությունները խարսխված են քրիստոնեական ինքնության ընդհանուր արժեքների, բարեկամության, հայրենիքի ու ընտանիքի ավանդական ընկալումների, ինչպես եւ միասնական մաքարումների ու սխրանքների թանկ հիշատակների վրա։ Ասաց ամենայն հայոց կաթողիկոսը, հույս հայտնելով, որ Բելարուսում բնակվող հայրենիների բարի անունն ու վարկը եւ տարբեր ոլորտներում արգասավոր գործունեությունը պիտի առավել սերտացնեն երկու ժողովուրդների կապերը ու արդյունավորեն փոխշահավետ գործակցությունը։ Նորին սրբությունը նաև անդրադարձ կատարեց տոնի խորհրդին եւ տերունական խաչի նշանակությանը։ Խաչը քրիստոնյաներիս համար խորհրդանիշն է խաղաղության, նշանն է մահվան հանդեպ կյանքի հաղթանակի։ Խաչը հոգևոր զենք է ընդդեմ չարի։ Խաչը հանձնարարություն է արիաբար գործելու հանուն ճշմարտության, ազատության ու արդարության։ Կենարար խաչը նաև սիրո նշանն է, որով մարդկանց շնորհվում է հարության երկնային պարգևը։ Կյանքի բոլոր հանգամանքներում խաչը Քրիստոսի հետ լինելու, նրան վկայելու եւ նրա պատվիրաններով ապրելու ճանապարհն է։ Մեր ժողովուրդը բազմիցս հալածվել է, ունեզրկվել, ցեղասպանվել, հայրենիքից բռնի տեղահանվել։ Սակայն խաչ քո եղիցի մեզ ապավեն Տեր Հիսուս սրտարուչ աղոթքը շուրթերին, արտերը հավատով շնորհ է գտել վերապրելու եւ ամենուր բարեկամ ազգերի ու երկրների զորակցությամբ ոտքի կանգնելու եւ իր նոր կյանքը կերտելու։ Այսօր գործության մեջ են մեր հայրենիքն ու հայրենաբնակ ժողովուրդը, բռնազավթված եւ հայաթափված է Արցախը, անապահով են Հայաստանի սահմանները, Ադրբեջանում ապօրինաբար պահվում են հայ ռազմագերիներ եւ Արցախի պատանդարված ղեկավարությունը։ Յուրացման եւ ոչնչացման վտանգի առջեւ է Արցախի հոգևոր մշակութային բազմադարյա ժառանգությունը։ Գիտենք, որ այս վշտակի իրողություններով խռովված են նաեւ ձեր հոգիները, սակայն հուսով ենք, որ արդարությունը մեր ժողովրդի նկատմամբ պիտի վերականգնվի եւ Քրիստոս հավատով կարող պիտի լինենք հաղթահարել ներկա բոլոր դժվարություններն ու դժվարությունները։ Для нас церковь это не просто. Գիտեք, մեզ համար եկեղեցին սոսկ գեղեցիկ կառույց չէ, այն մեր հավատի վերածննդի խորհուրդն ունի, որ մենք կարող ենք միավորվել, դառնալ ավելի հզոր, դաստիարակել մեր երեխաներին եւ փոխանցողը դառնալ այն մշակույթի, որի կրողն ենք մենք հայերս։ Եվ ահա այս եկեղեցով, որտեղ հոգեվորական կնշանակվի, կվերաիմաստավորվի մեր վերաբերմունքը մեր ինքնության հանդեպ։ Սա Բելարուսում ապրող հայերի համար նոր ազդակ է, դառնալ ավելի հզոր, ավելի միասնական։ Հիմա Մինսկում իմ հայրենիքի մի մասնիկն է, երբ կարոտեմ, կարող եմ գալ եւ հաղորդակից դառնալ հայրենիքիս պատմությանը։
Եկեղեցու օծման առիթով ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանին Բելարուսում եկեղեցական համայնքի ձևավորման տարիների հետևողական աշխատանքի համար, ինչպես նաեւ նորանշանակ հոգեվոր հովիվ Սարգիս Քահանա Չոփուրյանին մաղթելով արդյունավետ ծառայություն Բելարուսի հայ համայնքում։ Նորին սրբությունը նաեւ հայրապետական իր սերն ու գնահատանքը հայտնեց եկեղեցու հիմնադիր բարերարներ Արթուր եւ Մարե գրած եղբայրներին, Հովատան եւ հայորդաց տան բարերար Վադիմ Ավանեսյանին եւ Աստվածահաճո գործին աջակցած բոլոր անձանց։ Արարողության ավարտին նորին սրբությունը նորաոց տաճարին խաչելության պատկերով սրբանկար ընծայեց, իսկ նորակառույց եկեղեցու բարերարներ գրած Մարենին եւ Վադիմ Ավանեսյանին պարգևատրեց հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու Սուրբ Ներսես շնորհալի պատվո բարձր շքանշաններով։ Իսկ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանին պանակե ընծայեց։ Տիրոջ ողորմած կամքով մենք վկաները դարձանք այս օրհնյալ օրվա օրհնաբեր այցի հայոց հայրապետի, ով ընդառաջ խնդրանքին իր հոգևոր զավակների այցելեց Բելարուսիայի Հանրապետություն այս հյուրընկալ հողի վրա օծելու իր ձեռքով առաջին պատմության մեջ նորակառույց հայոց եկեղեցին անվանելով Սուրբ Գրիգոր Լուսավորչի մեր հավատահոր նվիրական անունով։ Եվ սա եզակի պատմական հիշարժան օր է եւ իրադարձություն ոչ միայն Բելարուսիայի Հանրապետությունում ապրող հայության համար, այլ համայն հայության կյանքում, որովհետեւ հայոց հայրապետի այցը ոչ այլ ինչ է, եթե ոչ վերահաստատելու 1700-ամյա Մայրաթոր Սուրբ Էջմիածնի աստվածային առաքելությունը, որով հայոց հայրապետը որպես խորհրդանիշ Սուրբ Էջմիածնի հավաքական հոգևոր ուժի միավորում է, համախմբում է իր զավակներին առաքելության մեջ մեր աստվածահիմն Սուրբ եկեղեցու։ Այնուհետև նորաոց եկեղեցում ձեռամբ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդի մատուցվեց առաջին պատարագը։ Սուրբ պատարագի ավարտին կատարվեց մատաղի օրհնություն։ Օրը նշանավորվեց նաև ազգագրական խմբերի ելույթով։ Արագածոտնի թեմակալ առաջնորդի օրհնությամբ Սուրբ Խաչի երևման տոնին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Ծապարանի Սուրբ Խաչ եկեղեցի բերվեց Քրիստոսի խաչափայտի սրբազան մասունքը։ Մատուցվեց ուխտի պատարագ։ Ավանդույթն անխախտ է արդեն 10 տարի։ Տոնական պատարագը մատուցեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբան Իզմիրլյան բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ Տեր Հովանես Աբեղաղ Թորգոմյանը։ Հայր Սուրբը ներկայացրեց օրվա խորհրդի կարևորությունը յուրաքանչյուրի կյանքում։ Հայաստանի տարբեր վայրերից հավատացյալներ են միանում ապարանցիների ուխտին, գալիս են զորանալու սրբազան մասունքի օրհնությամբ։ Մեծ հայքի Մոք նահանգի ապարան գյուղից Սուրբ Մասունքը բերվել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի, ապա իր վերջնական հանգրվանը գտել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի գանձատանը։ Աստված խաչի վրա լուծեց մարդկանց փրկagortության խորհուրդը, որպես փրկagortության ծրագրի գերագույն առանցք ընտրեց խաչը։ Դրա համար Պողոս Արաքյալն ասում է Քավլիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որովհետև աշխարհը խաչված ինձ համար, ես էլ աշխարհի համար։ Եվ այդ խաչի խորհուրդը պետք է քարոզվի, պատմվի սերնդե սերունդ։ Եվ այս առումով ուզեցինք, որպեսզի տոնի խորհուրդը երկրորդը ենք, տոնի խորհուրդը ավելի փառքով ու շոքով անցկացնենք։ Ես երբեք հույսս չեմ կտրել, որ մեր Աստված հենց այս մասունքի միջոցով
բազում մասունքներից բացի նաև այս մասում։ Փրկություն է բերելու մեր հայոց աշխարհին, թե հոգևոր, թե մարմնավոր։ Հետա վերադարձնելու մեր կորցրած եկեղեցիներն ու վանքերը, ես ամենից շատ դա եմ ուզում ինձ համար։ Այսօր ամենակարևորը, որ մեր Սուրբ Խաչի մասունքը ապարանում է։ Հայաստանի մասշտաբով եթե վերցնենք, բոլոր տեղն է շատ լավ ամեն ինչ, բայց մի տեսակ հավատի տեսակետից ապարանը մի քայլ երևի առաջ է։ Նոր կանգնած ես աղոթում էի, երբ որ ասեց Քրիստոս մեր մեջ հայտնվի, անկեղծ իմ մարմնի այն ամբողջ մի մասը բոլորը սենց սարսուռի մեջ էր, ես մրսում էի մի այլ կարգի ու զգում եմ, որ Քրիստոս իրոք հայտնվում է քո մեջ ու դու պետք է հավատքով, երբ որ գալիս ես եկեղեցի, ուղղակի զուտ չպետք է գաս, կանգնես, մոտենաս հաղորդություն ստան, դու պետք է զգաս այդ ամեն մի բառը, տառը, շունչը, չգիտեմ, ես զգում եմ։ Տաճարը կառուցվել է 4-րդ դարում, տարածքը մինչև 10-րդ դար կոչվել է Քասախ, եկեղեցին Քասախի բազիլիկ։ Ապարան տեղանումն ու ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու անունը գրականություն է մտել 10-րդ դարից։ Իր հազարամյա պատմության ընթացքում եկեղեցին բազմիցս ավերվել է, բայց կանգուն է մնացել։ Խորհրդային տարիներին այստեղ խունկ չի վառվել, աղոթք չի հնչել։ Եկեղեցու վերազարթոնքը սկսվել է 90-ականներին, ապարանցիներն այն կապում են ճարտարապետ Էդուարդ Սարգսակ Ֆրանգուլյանի անվան հետ։ Ֆրանգուլյանը մեծ հավատքի բերեց ժողովրդին, այս հավատքը, որ ապարանում հիմա կա, հիմնական Ֆրանգուլյանի շնորհիվ է եղել։ Գալիս էին թեկուզ եկեղեցին գործող չէր, ստեղ աղոթներ էին անում, վերջ զորացրեց մի խոսքով։ Այս տարածքը այսպես չէր։ Մեջը բավականին հող կար, որովհետև ծածկը որ փլվել էր, ինքը կիսով չափ ծածկված էր, այս դռները մինչև հող էր, այդ հողը հանեց, լցեցեց բակը, ուրեմն ցանկապատեց գեղեցիկ սերուն, որ ազատվեր այս տարածքը, հետո ազատեց, մաքրեց մեր շնորհիվ, իր նվիրվածության շնորհիվ, որտեղ ինքը շատ նվիրված էր Աստծուն, կարելի ասել Աստծուն տրյալ էր։ Սուրբ Խաչը վերահսկվել է 2002 թվականի մայիսի 5-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ։ Վերահսկումից հետո սրբավայրը կյանքի նոր փուլ է սկսել։ Քահանաների ու բարերարների շնորհիվ եկեղեցու հարակից տարածքը տարեցտարի բարեկարգ է դառնում։ Ապարանցիներն այսօր էլ նույն հոգացությամբ ու խնամքով են վերաբերվում սրբավայրին, օգնում են ով ինչով կարող է։ Եկեղեցում այսօր մեծ թվով դպրաց դաս կա, 35 դպիր է ծառայում ու օգնում ոչ միայն Տեր-Մուշեին, այլև թեմի մյուս հոգևորականներին։ Տեղացիները հիշում են, կար ժամանակ, երբ ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին քահանա չուներ, այցելու քահանաներն ամիսը 1 կամ 2 անգամ արարողություններ էին անցկացնում։ Այսօր պատկերն այլ է։ Այսօր ապարանը արդեն այնքան հոգևորականներ է տվել իր շնորհիվ իր հավատավոր զավակների այդպես դպրաց դասերը, որոնք աճեցին հավատարմությամբ ու մայրաթոր գնալով ճեմարանում սովորելով եւ իրենց նվիրումը քահանայագործության մեջ նաեւ բերելով, այսօր շատ քահանաներ ունենք, որ Հայաստանից դուրս են, որ ծառայություն են բերում Գերմանիայում, Ռումինիայում, Հնդկաստանում եւ հիմա նաև Հայաստանի բոլոր տեղերում մենք ունենք ապարանցի հոգևորականներ, որոնք իրենց ծառայություն են բերել եւ իրենք ժամանակին եղել են այսօրվա դպրաց դասի ավագ սերունդը։ Եկեղեցուն կից գործող Լույս Մանկանց ծրագրի շնորհիվ երեխաների համար գործում են քրիստոնեական դաստիարակության խմբակներ։ Ակտիվ է երիտասարդաց միությունը։ Դասընթացներն ու Աստվածաշնչի սերտողությունն ի դեպ երիտասարդներն անցկացնում են այն գրասենյակում, որտեղ ժամանակին ապրել է լուսահոգի Էդուարդ Սարգսակ Ֆրանգուլյանի հորաքույրը։ Կյանքից հեռանալուց առաջ նա իր բնակարանը կտակել է եկեղեցուն ի հիշատակ եղբորորդու։ Պատարագից հետո Անդաստանի կարգ կատարվեց։ Տերհայրն օրհնեց երկրի 4 ծագերը։ Մասունքը սովորաբար եկեղեցում պահվում է մինչև երեկո, հնարավորություն ընձեռելով բոլորին հաղորդվելու մասունքից բխող զորությանը։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։
Մայիսի 18-ին նշվեց Երևան Սուրբ Խաչի տոնը, հայ առաքելական եկեղեցին Սուրբ Խաչին նվիրված 4 տոն ունի՝ Խաչվերած, Գյուտ Խաչի, Երևումն Սուրբ Խաչի եւ Վարագա Սուրբ Խաչ։ Սուրբ Խաչի Երևան տոնը հայ եկեղեցին նշում է հինանց շրջանում։ Այս տոնը խորհրդանշում է Երուսաղեմի երկնքում Գողգոթայից Հիսուսի խաչելության վայրից մինչև Բեթանիայի մոտ գտնվող Ձիթենյանց լեռան կողմը Լուսեղեն խաչի Երևման հիշատակությունը։ Այդ հրաշքի ականատեսները դարձի են գալիս եւ մկրտվում։ Երևան Սուրբ Խաչի տոնը հաստատվել է որպես Երևանի Արաբկիր համայնքի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օր։ Այդ օրը Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքը, մատուցվեց տոնական պատարագ։ Որպես եկեղեցու ավանդույթ դարձած ուխտի օր, արդեն հայտնի է եւ տարբեր տեղերից ուխտավորներ են գալիս, իրենց ուխտն են բերում մեր եկեղեցի, մասնակցում են պատարագին, տոնական պատարագ է լինում եւ արդեն 3-րդ տարին է մեծ շուք է մտնում եկեղեցու ներքին կյանքից ներս։ Ցանկացած ուխտի օր եկեղեցու համար շատ կարևոր է, որովհետեւ ուխտով ամեն մի հավատացյալ իր նորոգությունն է բերում, իր հոգու նորոգությունն է բերում, նախ եւ իր ուխտն է բերում Աստծո հետ, նորոգվում է իր աղոթքով Աստծո հետ, նաեւ հզորացնում է իր հավատքը, որովհետեւ ուխտավորաբար է մոտենում, տարբեր տեղերից գալիս են, ճանապարհ են կտրում, հասնում են այստեղ, հաղորդակից են լինում Սուրբ Մասունքին եւ պատարագի ընթացքում էլ իրենց աղոթքով եւ հավատքով կարողանում են ավելի հզորանալ եւ ավելի ամուր լինել իրենց հավատքի մեջ։ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցվեց Նավասարդ arczepiskopos Կճոյանի հանդիսապետությամբ։ Պատարագիչը Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի եւ Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն էր։ Նա խոսեց Սուրբ Հարության տոնի հաջորդող 50-օրյա շրջանի մասին, նշեց, որ եկեղեցու հայրերը հոգացել են, որ այս շրջանի կիրակիներից յուրաքանչյուրն իր խորհուրդն ու պատգամն ունենա։ Ես եկա աշխարհ, որպեսզի կյանք ունենամ, ասում է Քրիստոս։ Ամեն անգամ, երբ պատարագի ենք մասնակցում ու հաղորդություն ճաշակում, մեր մեջ կրում ենք խաչափայտի պտուղը։ Այն հոգու եւ մարմնի բժշկության համար է, նշեց Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը։ Պատարագի մասնակիցները հաղորդություն ճաշակեցին, ապա համբուրեցին Տիրոջ խաչափայտի մասունքը, հաղորդակից եղան մասունքից բխող զորությանը։ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում ամեն կիրակի պատարագ է մատուցվում, համայնքի բնակիչները մասնակցում են եկեղեցու նախաձեռնություններին, եկեղեցում մշակութային ու սոցիալական նախաձեռնություններ են իրականացվում։ Հավատացյալ ժողովուրդս, որ գումարյալ են Աստ։ Շատ բավականին մեծ համայնք է ձևավորվել արդեն եկեղեցու շուրջ, նաև եկեղեցուց ներս գործում են կառույցներ, ծխական խորհուրդ արդեն, տիկնանց միություն, գիրակնորյա վարժարան, երիտասարդաց միություն, ունենք տարբեր խմբակներ նաև, այս կառույցները նույնպես ավելիով են կարողանում եկեղեցու ներքին կյանքը հզորացնել, որովհետև կառույցի անդամը ոչ միայն գալիս է որպես հավատացյալ կամ կառույցի անդամ, գալիս է իր տուն, ընտանիքի պես գալիս է իր հարկից ներս եւ ամեն ինչին է մասնակցում, ոչ միայն արարողակարգերին, ժամերգություն պատարագ, այլ ամեն ինչին։ Եկեղեցու կյանքից ներս գործող ամեն ինչին իր մասնակցությունն է բերում։ Եվ դրանով էլ ձևավորվել է մի մեծ գեղեցիկ ընտանիք, որը միշտ միասնական է, միշտ իրար հետ է։ Պատարագից հետո եկեղեցու բակում անցկացվեց ազգային երգուպարով տոնախմբություն։ Մենք բարի խումբը տոնակատարությունը սկսեց Էջմիածին պարով։ Համույթը գործում է Սուրբ Խաչ եկեղեցու հարկի ներքո։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, եկեղեցական կյանք։ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցու բակում հավաքված այս տղաները Արագածոտնի թեմի տարբեր եկեղեցիներում են սպասավորում։ Ամեն կիրակի շապիկ են հագնում, օգնում են իրենց քահանաներին։ Մայիսի 16-ը տղաները երկար կհիշեն, ընկերների հետ հոգևոր աստիճան են ստանում։
Թեմակալ առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ Արագածոտնի թեմի 12 հովվություններից դպրական կոչման արժանացավ 40 դպիր։ Դպրական աստիճանը մեր եկեղեցու նվիրապետական կարգի առաջին աստիճանն է։ Եվ երիտասարդը պատանին Սուրբ Խորանի ծառայողը ստանալով դպրական աստիճան ստանում է պատկանելություն։ Ինքը պատկանելության գիտակցություն ունի արդեն։ Ինքը գիտի, որ պատկանում է մի մեծ ընտանիքի, որտեղ կան կանոններ, որտեղ կան սովորույթներ, որտեղ կա այդ ընտանիքի մեծ ընտանիքի, եկեղեցի ընտանիքի մեծ եւ գեղեցիկ գաղափարը։ Գիտակցությունը, որ նրանք արդեն եկեղեցու անդամ են եւ ունեն նվիրապետական աստիճան, ուղղակիորեն ազդում է վարքի, ապրելակերպի, նաեւ առօրյայի վրա, ասում են քահանաները։ Ծնողներն էլ են հաստատում, տղաները գիտակից ու պատասխանատու են դարձել, հասակակիցներից տարբերվում են իրենց հասունությամբ ու հետաքրքրություններով։ Միակ վայրը, որ ես կարող եմ հանգիստ լինել, որ ինքը եկեղեցում է, հատկապես երբ որ այս որոշումը կայացրեց, ինձ համար շատ հպարտանալու հուզիչ պահ էր եւ շատ ուրախ եմ ու այսօր մեծ ողջավորությամբ եկել եմ, որ մասնակցեմ այդ հնարավորությանը։ Իրենք կարդում են, իրենք պատրաստում են Սուրբ Հաղորդության գինին, իրենք մաքրում են եկեղեցին, իրենք բացում են եկեղեցին, որովհետև դպրական աստիճան ստանալով նաև իրավունք են ստանում եկեղեցու դուռը բացել։ Եպիսկոպոսը ընծայացուին տալիս է բանալի, մոմակալ եւ աստվածաշունչ։ Դպրական տվչությամբ տղաները իրավունք են ստանում կատարելու դռնապանի, ընթերցողի, ջահնկալի եւ երթմնեցուցչի պարտականությունները։ Մենք ընտրել ենք այդ ծառայողներից, ոչ բոլորն են։ Եվ եթե համեմատենք անցած դպրական տվչության հետ, թիվը գրեթե կրկնապատկվել է, այսինքն մենք ունենք աճ, մենք ունենք այդ նվիրումի ցանկություն։ Տղաների մի մասը շապիկ է հագնում ընդառաջելով ծնողների, տատի, պապի խնդրանքին, մի մասը գյուղի քահանայի հետ մտերմանալու արդյունքում։ Շապիկ հագել եմ 2024 թվականի մարտի 4-ին։ Ընդհանրապես խորհուրդ են տվել ընկերներս, հիմիկվա շապիկավոր եղբայրներս, որոնց հետ նաև այսօր պետք է ձեռնադրվեմ եւ ավելի շատ, այսպես ասած, ձգեց եկեղեցին դեպի իրեն, ինչ որ կապ կար եւ հիմա իմ անբաժանելի մասն է դարձել իմ առօրյայի։ Լինում են նաև դեպքեր, երբ տղաները հրաժարվում են եկեղեցական դառնալու մտքից։ Գրիգորն իր սպասավորության 3 տարվա ընթացքում երբեմն երկմտել է, բայց այսօր վստահ քայլում է դեպի եկեղեցի։ Ասում է սա ճանապարհ է, որի ընթացքն անվերջ է, պահանջում է անընդհատ առաջ գնալ ու կատարելագործվել։ Ինձ ավելի լավ եմ զգում եկեղեցում, ինձ համար անգամ այնպիսի օրեր են եղել, երբ որ ինձ կանչել են տուն, բայց ես եկեղեցու համար չեմ գնացել տուն։ Այդպես կապված եմ ես եկեղեցու հետ։ Սրբազան հայրը դպիրներին մաղթեց համարձակ լինել հոգևոր ծառայության մեջ, տարածել Քրիստոսի բերած հույսը, հավատը եւ սերը, բազմապատկել իրենց տրված շնորհները։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, եկեղեցական կյանք։ Հայաստանի պատմության թանգարանում երկարատև դադարից հետո վերաբացվել է Հայաստանը 15-ից 18-րդ դարերում հատվածը։ Ցուցադրությունը համալրվել է նոր նմուշներով։ Բացումը տեղի ունեցավ մայիսի 17-ի երեկոյան թանգարանային գիշերվա միջոցառումների շրջանակում։ Ժամանակի կարևոր պատմական իրադարձությունները ներկայացված են հենց այդ դարերում ստեղծված նմուշների եւ առարկաների միջոցով։ Ցուցադրության սկզբում 15-րդ դարում Կիլիկիայի Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին կաթողիկոսական աթոռի վերահաստատման պատմությունն է։ Այս իրադարձությունը փոխեց թե հայ եկեղեցու, թե Արևելյան Հայաստանի պատմության ընթացքը։ Ասպատակված Հայաստանը եկեղեցու շուրջ համախմբված սկսեց ոտքի կանգնել։ Այն ազգային ինքնության դերը, այն ներշնչում էր յուրաքանչյուրին իր ինքնության գաղափարը, դա էր, որ կրում էր եկեղեցին եւ կարծում եմ մինչեւ այսօր այն պահպանում է այդ նշանակությունը եւ բացի դրանից ասում եմ նաեւ ուներ համախմբող դեր համայն աշխարհի հայության համար։
Եկեղեցին վերաբերցրել մի շարք հարցեր, նաև այդ ժամանակ եկեղեցական մի շարք գործիչներ նաև Հայաստան ազատագրելու հարցը, ուղիները մշակելու, ուղիներ գտնելու, եկեղեցականները կոնկրետ վերցնում էին իրենց վրա նաև այդ ծանր բեռը, այդ ծանր հոգսը գտնելու ճանապարհներ Հայաստանը ազատագրելու ուղիներ։ Ցուցադրությունը 3 հիմնական մասից է բաղկացած։ Դրանք ներկայացնում են պատմական երևույթները, նաև ժամանակի ոգին։ Այստեղ է Տաթևի վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դուռը, ստեղծված 1614 թվականին դրվագված խաչքարային հորինվածքով։ Թանգարան է բերվել 1931-ին։ 1448-ին Սևանավանքում տեղադրված թևավոր խաչն է, կողքին Սևանի Առաքելոտ եկեղեցու դռներից մեկը, դարձյալ ստեղծվել է 15-րդ դարում։ Միափեղկ դռան վրա տերունական տեսարաններ են քանդակված։ Մեր այցելուները հնարավորություն կունենան տարբեր շերտերով զգալ այս ժամանակ սկսած շրջանի հին դրամներից, դրամական հավաքածուներից, մինչև այս հիասքանչ եկեղեցական վարակույրն ու կաթողիկոսական գահավորակը, պատմական եվրոպացի ճանապարհորդների թողած այդ պատկերները, քարտեզներ, տպագրություն, մանրանկարներից հատվածներ։ Այդ դարերին նաև Հայաստանից դուրս ձևավորված գաղթօջախներում ժողովուրդն ապրում էր, զարգանում, պահպանում ինքնությունը, այդ մասին են պատմում գաղթօջախներում ստեղծված նմուշները։ Դրանց մեջ տպագիր եւ ձեռագիր գրքեր կան, եկեղեցական պարագաներ, հանդերձներ։ Այստեղ է նաև Արևելյան Հայաստանում առաջին տպարանի հաստատման մասին քարե արձանագրությունը։ 1771-ին Էջմիածնում Սիմեոն Երևանցի հայրապետը հիմնեց տարածաշրջանի առաջին տպարանը։ Փորձում էին փրկել, պահպանել մեր ինքնությունը, փորձում էին զարգացնել կրթությունը, փորձում էին զարգացնել տպագրությունը։ Այս հատվածում կարևոր էր նաև հենց մայր հայրենիքում ծավալած գործունեությունը ներկայացնել եւ իզուր չի, որ այս տպարանի հիշատակությունը ուղղակի դեմ հանդիման ներկայացված է հենց Սիմեոն Երևանցու կաթողիկոսական գահի։ Հայրապետական գահի գլխավերևում 17-րդ դարի ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենի պատկերած Էջմիածինն է, պարսպապատ մայրաթոռը իբրև հայոց մարգարիտ։ Որոշ ցուցանմուշներ թանգարանում են հայտնվել գրեթե 100 տարի առաջ։ Թանգարանային նմուշ դառնալուց առաջ զարդարել են 1930-ականներին Երևանի կենտրոնում պայթեցված եկեղեցու Պողոս Պետրոսի պատերը։ Եկեղեցուց 3 որմնանկար է փրկվել։ Նաև 17-րդ դարի մարմարե փոքրիկ կոթող, որ ագուցված է եղել եկեղեցու արևելյան պատին եւ արձանագրություն է կրում։ Որմնանկարները նորոգվել են ցուցադրությունից առաջ։ Վերականգնման ընթացքում բացահայտվեցին նաև տարբեր շերտեր, ավելի ուշ շրջանի ավելացումներ, որոնք հենց այդպես էլ ներկայացված են, կարող եք տեսնել այնտեղ, այս տարբեր շերտերը բոլորոնք թողված են եւ խնդիրը նրանում էր, որ մենք կարողացնանք հնարավորինս նաև ժամանակի ամբողջ այս շերտերը իրենց տարբեր կողմերով ներկայացնել եւ նաև փրկված այս մասունքները հասանելի դարձնել մեր հանրությանը։ Հայաստանում 3 դարերի կյանքը, մշակույթը, անցուդարձը ներկայացնում են նաև թանգարանային նոր տեխնոլոգիաները։ Դրանք հնարավորություն են տալիս բացահայտելու, ճանաչելու ժամանակը մեզ հասած իր տարբեր շերտերով։ Հերմինե Հակոբյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրը Կոմիտասի Թանգարան ինստիտուտում բացի մշտական եւ ժամանակավոր ցուցադրություններից եղան նաեւ Կոմիտաս վարդապետին նվիրված տարիքային տարբեր խմբերի համար նախատեսված թեմատիկ եւ կրթական ծրագրեր, հանդիպումներ։ Մայիսի 18-ին Թանգարանում իշխող տրամադրությունը նման չէ տարվա մյուս օրերին, ասում են աշխատակիցները։ Թվում է, թե նույն թանգարաններն են, նույն քաղաքում են գտնվում, նույնիսկ աշխատողների համար կարծես մի ուրիշ զգացողությամբ ենք այսօրին գայս, այսօր, վաղը եւս թանգարանների միջազգային օրն է, եւ այդ երևի ինչն է, այդ բաց դռներն է, կամ այն որ ժամային սահմանափակում չկա, երևի որոշակի հոգեբանական դա ազդեցություն է գործում մարդկանց վրա։ Կոմիտասի Թանգարան ինստիտուտում այս տարի սպասվող միջոցառումները շատ են։ Թանգարանը նշում է հիմնադրման 10-ամյակը եւ Կոմիտասի մահվան 90-ամյակը։ Հիմա թանգարանը զուգահեռ մի քանի ուսումնասիրություն է կատարում տարբեր ուղղություններով եւ նախատեսում ենք մեկ
մեկից ավել հրատարակություններ անել Կոմիտաս վարդապետի թե կենսագրության առնչությամբ, թե իր երաժշտության առնչությամբ, այսինքն հրատարակումներ ենք պատրաստում ենք գիտաժողով փառատոնը արդեն ավանդույթ դարձած, կունենանք եւ համերգներ եւ գիտական նստաշրջան։ Ելույթ ունեցան Գեղարդ երգեցիկ խումբը եւ Նորքի հայորդյաց տան շողակաթ մանկական երգչախումբը։ Թանգարանների միջազգային օրն այստեղ ելույթ ունենալն արդեն ավանդույթ է դարձել Գեղարդի համար։ Այսօրվա սպասում ենք, ամեն տարի գիտենք, որ այսօր համերգ ունենք, ինչ էլ որ ծրագրում ենք, միշտ իմանում ենք, որ թանգարանային գիշերը պարտադիր ելույթ ունենք։ Այս տարի հետաքրքիր էր, որ մանկական երգչախմբի հետ նույն համերգում պետք է հանդես գանք, դա էլ ոգևորիչ է երեխաների հետ հանդիպումը։ Շողակաթ մանկական երգչախումբը կատարեց բազմաժանր եւ բազմալեզու ստեղծագործություններ։ Հայորդյաց տներում թանգարան այցերը եւ առհասարակ արվեստի հետ հաղորդակցվելը միայն տոնական օրերին չէ, որ իրականացվում է։ Հաճախ երեխաները սիրում եւ լսում են այն երաժշտությունը, որը հնչում է իրենց տանը կամ դրսում։ Ցավով փաստում է խմբավար երկարամյա մանկավար Կարինե Եզեկյանը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ հայկական բարեգործական ընդհանուր միության հովանավորությամբ գործող հայորդյաց տները քրիստոնեական արժեքների, պատմության, մշակույթի միջոցով եկեղեցասեր, հայրենասեր հայորդիներ կրթելու առաքելությունն են իրականացնում։ Կան երեխաները, որ գիտեք, արյունով են զգում հայ երաժշտությունը, բայց շատ չեն, դժբախտաբար, բայց կան երեխաներ, որ ուզում են իմանան, դրանք էլ շատ չեն։ Ամենամեծ մեր աշխատանքի նպատակը, որ հայորդաց տունը ինքը արդեն իր անունով ասում է, հայ որդիներ պիտի դուրս գան, հայը ողնուծով, ուրիշ ոչ մի բան։ Թե դասարանով եւ թե երգչախմբով շատ ենք այցելություններ ունենում բացի sense ամերիկային օրերից, ընդհանրապես շատ այցելություններ ենք ունենում։ Այնտեղ մենք կարող ենք սովորել շատ հետաքրքիր փաստեր, նաեւ այդ մեր կյանքում կարող է շատ պետք գալ։ Մեր գիտելիքները ավելի են հարստացնում թանգարաններ այցելելով։ Դասերի ընթացքում մենք շատ ենք քննարկում տարբեր թեմաներ, ընկերասիրություն, մարզպեսակ, ինչ պետք է անենք, որ ճիշտ լինի եւ հայրենասիրությունից էլ ենք մենք շատ խոսում։ Այս տարի միջոցառումը կրում էր թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում խորագիրը։ Մասնակցում էին հայաստանյան 100-ից ավելի թանգարաններ։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Մայիսի 18-ին Թբիլիսիում մեկնարկեց ավանդական վարդատոնը։ Սայաթ Նովայի մեծարման ամենամյա միջոցառումը կազմակերպվում է վիրահայոց թեմի ջանքերով։ Կիրակնորյա պատարագի ավարտին Սուրբ Գևորգ եկեղեցու բակում հանգչող բանաստեղծ Աշուղի Գերեզմանի մոտ վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի նախագահությամբ եւ հոգեվոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Արարողությանը ներկա էին Թբիլիսիի ժողովրդական ժողովի, Սակրեբուլոյի նախագահը, Սակրեբուլոյի անդամներ, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, դիվանագետներ, հյուրեր Վրաստանի հայաբնակ շրջաններից, Հայաստանից։ Հայ մեծ Աշուղի մահարձանը բացվել է 1914 թվականի մայիսին, այդ տարվանից սկսած ավանդույթի համաձայն մայիսին վարդատոն է կազմակերպվում, եւ մեծանուն Աշուղի շիրիմին Սայաթ Նովայի երկրպագուները վարդեր են խոնարհում արդեն 111 տարի։ Վարդատոնը բազմազգ Թբիլիսիում իր շուրջն է հավաքում աշուղական երգի սիրահարներին, Գորգասալի հրապարակում տեղի ունենում համերգ։ Այս տարի եւս համերգին մասնակցեցին երգի պարի համույթներ եւ մենակատարներ, կատարելով Սայաթ Նովայի սիրային, խոհական եւ փիլիսոփայական տաղերը։ Հերմինե Հակոբյան, Աննա Մկրտիչյան, Եկեղեցական կյանք։ Մայիսի 16-ին Օտավայի Աստվածամոր կաթոլիկ տաճարում տեղի ունեցավ միջեկեղեցական աղոթք։ Էկումենիկ միջոցառումը կազմակերպվել էր Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանի հովանավորությամբ եւ Կանադայի հայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի օրհնությամբ։ Եկեղեցում կատարվեց բարեխոսական կարգ, նվիրված 1915-ից 1923 թվականներին տեղի ունեցած հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին։
Արարողությանը ներկա գտնվեց շուրջ 200 հյուր, Կանադայում հավատարմագրված ավելի քան 30 երկրի դեսպան, դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ, Քվեբեկում Հայաստանի Հանրապետության պատվոհիպատոսը, կաթոլիկ, եթովպիական ուղղափառ, ղպտի ուղղափառ, ասորական կաթոլիկ, ռումինական ուղղափառ եւ հնդիկ ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչներ, հայ եկեղեցու հոգևոր հայրեր, ինչպես նաեւ բազմաթիվ հավատավորներ։ Հոգևոր համայնքների պետերին, դիվանագետներին, բարձրաստիճան պաշտոնյաներին եւ հյուրերին ողջունեց Կանադայում կաթոլիկ եկեղեցու Օտավա Քորնուոլի թեմի առաջնորդ Մարսել arczepiskopos Դամփուսը։ Մարսել arczepiskopos-ը կոչ արեց ներկաներին մտորել ցեղասպանության տևական հետևանքների մասին եւ համատեղ հանձնառու լինել արդարության, ճշմարտության եւ խաղաղության վերահաստատմանը։ Հայաստանի Հանրապետության դեսպանն իր ելույթում ընդգծեց, որ հիշատակի արարողությունը ոչ միայն հարգանքի տուրք է նահատակների հիշատակին, այլև հիշեցում լռության, ժխտման եւ ատելության ծանր հետևանքների մասին։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։